Սիրելիներ, այս երեկո մեր խորհրդածության նույնը բիդելլա դերոջ ընտրիկը, որ իշված է ուղացու ավիդարանին 22-րդ գլխուն 7-20-րդ համարներում մեջ կարտանք զայն։ Հիսուս զադիգը ուդելու կպատրաստվի։ Բաղարչակերած օրը եկավ, երբ պետք էր զադիգը մորթել, Հիսուս Պետրոսը և Հովհաննեսը ղրգեց ու ըսավ. Կացեք, պատրաստեցեք մեզի զադիգը, որվեսի ուդենք։ Անուն գալսին անոր, ուր գուզես ալ պատրաստենք, ըսավ անոնց, երբ քաղաքը մտնեք, ցեզի մարդ մաբիդի բադահի, որ ուսին վրա ճուրի ծափոր մունի։ Անոր երևեն կացեք, այն դունը, ուր ինք պիտի մտնե։ Անդանդիրոջ ըսեք, Վարտաբետը գսե ուր է օթևանը, ուր աշակերտներուս հետ մեկտեղ զադիգը գարենամ ուդել։ Անալ ցեզի հարթարված մեծ բերնադունը պիտի ցուցնե, հոմ պատրաստեցեք, քացին կդան ինչպես իրենց ըսավ ու զադիգը պատրաստեցին։ Դերոջ ընտրիկը, երբ ժամը հասավ, սեղան նստավ 12 առաքյալներուն հետ ըսելով, փափակեցա, որ այս զադիգը ցեզի հետ ուդեմ, իմ չարչարվել ես առաջ։ Կանզի գսեմ ցեզի թե ալպնավ ասկե պիտի չուդեմ, մինչև Աստուծո թագավորության մեջ կդարվի։ Եվ քավատը արավ, քոացավ ու ըսավ, արեք ասիգա ու բաժնեցեք ձեր մեջ, վասնզի ցեզի գսեմ, թե բնավ որդին բերքեն պիտի չխմեմ, մինչև Աստուծո թագավորությունը կա։ Հաց արավ, քոհացավ, գդրեց և դվավ անոնց ու ըսավ, այս է իմ մարմինս, որ ցեզի համար դրված է, ասիգա արեք զիս հիշելու համար։ Նույնպես ալ քավատը արավ, ընտրիկեն հետո ու ըսավ, այս քավատը նոր ուխտ է իմ արյունովս, որ ցեզի համար պիտի թափվի։ Դերորդն է խոսքին ընթերցումը, այս հիշտագելի երեկոյան ընթացքին։ Զադիգը նոր գսսեր և Երուսաղեմը լեցուներ հիշադակներով և հույսով։ Եվ Հիսուս իր առաքելության վերջին ժամերը գաբրեր։ Գիտնալով այդ, Հիսուս ուզեց իր վերջին ընտրիկը նել իր սիրելի աշակերտներուն հետ։ Այն բերնադամ մեջ, որ ինք նախապես պիտի դասավորեր, որպես միասին զադիգ ուտեն։ Եվ Հիսուս կհավաքե իր 12 աշակերտները առանցինն այդ բերնադամ մեջ, ունենալու իր սուրբ ընտրիկը։ Եվ այս սովորական ընտրիկը չէր, հաբա զադիգը իմաստավորելու և հիշելու, թե ինչպես Աստված փրկեց իր ժողովուրդը Քերութենե Եգիպտոսի մեջ, սերունդներ առաջ։ Ընտրիկի ընթացքին Հիսուս իր ունեցած խորունգ սերը գարդահայտե աշակերտներուն սելով, փափակեցա, որ այս զադիգը ցեզի հետ ուդեմ, իմ չարչարվել ես առաջ։ Այն մոդալու չարչարանքը, որ գալեկցության կգարոդ էր, և ինք Հիսուս միայն այդ կգտներ իր աշակերտներուն հետ ընլալով։ Այդ իր վերջին ընտրիկի բահուն, որովհետև գիտեր թե ինչ կսպասեր իրեն և գիտեր թե այդպես միադեղ այլևս գարելի պիտի չլար հավաքվիլ։ Ուստի այդ բահվան ընթացքին ամեն մեկ խոսք, շարժում և գործողություն պետք է որ անմոռանալի հիմը լար աշակերտներուն կյանքերուն մեջ։ Հովհաննես ավետարանը իր 17-րդ գլխում մեջ գհիշե թե Հիսուս ընտրիկեն ելավ և հանդերձները մեկտի թրավ ու ղենչակ մարնելով մեջ կպատեց, ետքը գոնքի մեջ չուր լեցուց ու սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ և իր պատված ղենչակովը սրբել։ Ինչպես որ այսօր շատ եկեղեցիներ փառացիորեն և գործնական երբով ցույց կտան Դեր Հիսուսի ցուցաբերած ու հայտնաբերած այդ խորիմաստ քրիստոնեական կյանքին կարևորությունը, որպես միակ ընթացք երկնային ճամփորդության
լվալով մանուկներուն ոտքերը, ընելով ոտն լվայի իշտագությունը։ Այսնելով Տեր Հիսուս ցույց տվավ իր խոնարհությունը դեր եւ վարդապետ լալով, ասելով Պետրոս Արաքյալի, եթե մերժեց ընդունել խոնարհության այս տասը, մաց ու բաժին պիտի չունենաս ինձ հետ։ Այս անելով Հիսուս խոնարհություն եւ սեր սորվեցուց, որովհետեւ աշակերտները ամրապնդվին սիրո եւ ծառայության մեջ։ Եվ ուղղած ավիրանից իր 22-րդ գլխուն 19 եւ 20-րդ համարներուն մեջ գրեցելով հացարավ կոհացավ գդրեց եւ դվավ անոնց ուսավ այս է իմ մարմինս որ ցեզի համար դրված է ասիգարեք զիս հիշելու համար նույնպես ալքավաթը արավընտրկենեդո ուսավ այս քավաթը նոր ուխտ է իմ արինովս որ ցեզի համար պիտի տապվի եւ Հիսուսի գադրած այս արարքը եղավ հիմը այն նոր ուխտին որու գադարումով մարդ սրտանց գվգայե Հիսուսի գադրած զոհողությունը իր չարչարանքովը ու մահովը որ եղավ հոգիներու բրգության միակ միջոցը աշխարհիգո մարդկության հույս մհուսատներուն լույս մխավարի մեջ խարխապողներուն լուսավոր ջամփամը շվարածներուն եւ մանավանդ նոր ու հաստատուն դաբամը բրգության մեղքերու մեջ հեղտվողներուն սիրելիներ ցեզ մեջ շատ անգամ հաղորդված եք ձեր յանքերում մեջ հաց նարած եք ու կավատը վերցուցած ու նաև ձեր գլուխը խոնարհեցուցած սակայն գա զգայացնունց ճշմարտությունը հաղորդության վրայով որու մասին շատ քրիստոնյաներ դերյակ չեն ճշմարտությունը որ թաղված է սովորության ներքև եւ որպես սովորություն բարձի առնված ու անդեսված ծերունդներու գոմե այդ այն ճշմարտությունն է որ առաջին դարու եկեղեցին ապրեցավ այդ այն ճշմարտությունն է որ արաքյանները հրշագեցին որ մե ծժողքը ուշքնությամբ կվախնա ու գթողա որովհետև հաղորդությունը խորհրդանշական չէ ծիսական չէ բարձ գրոնական ավելցված ծառայությունը չէ հաղորդությունը Հիսուսի գադրած կորձնական ուխտն է զինք հավիդյան հիշելու հաղորդությունը հավատացյալը զորացնող Քրիստոսի դված երաշխիքն է հաղորդությունը ավետարանի համաձայն գգրե քերտնական ուժմը որու շատմը ասուզո մարդիկ դագավին երբեք չեն ապավինած Առաջին գործածված 11-ը հաջող որպես վկայություն կգարտացվի հաղորդության մասշտամունքներու ընթացքին սակայն քիչ անգամ այդ շիդակ հասկացված է երբ Պողոս գրեց 20-րդ համարի մեջ ցելով վասնզի ան որ անարժանաբար գուդե ու գխմե իր անցին դադաբարությունը գուդե ու գխմե վասնզի դերոջը մարմնին իմաստը չորոշեր Անչեր խոսեր պարոյական մարմնի ծախողության վրայով, սակայն ան խոսեր հայտնության ծախողության վրա, զոր չէին նշմարեր, չնշմարեր թե չջանչնալ, չհացկնալ, չմպրնել, այն ուխտին իմաստը, այն ինչ որ գպրնես կուսերկերուտ մեջ, առաջին թարու եկեղեցին, քիծավ այս ու մեծ հարկանքով մոլեցավ հաղորդության, որովհետև անոնք Քիծան ունեցած ազատագրելու աստվածային զորությունը Անոնք հասկացան թե հացը հարաբերության միջոցն էր Քրիստոսի մարմնին, որը գդրվեր իրենց, ու նաև հասկացան թե քավաթը միակ միջոցն էր իրենց հաստատուն հարաբերությանը, այն ուխտին հետ, որ գնկված էր
իր սուրբ արյունովը։ Անոնք հասկացան, ինչ որ շատ հավատացյալներ այսօր մոռացած են, թե դերոջը ընտրիկը մահվամը հիշադակությունը չէ, հաբա հաղթությանմը տոնագադարությունը, հացը միայն հացմը չէ, անգ ներգայացնե Հիսուսի մարմինը, որ գծմվեցավ ու գդրվեցավ ու դրվեցավ մարդկության, բժշկության համար։ Եսայի 53:35 գեզրակացնեցելով, թե անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Նաև Պետրոս Արաքյալ իր առաջին թուղթին եւ 24-ի մեջ կհիշեցելով, որ մեր մեղքերը իր մարմնովը խաչապայդին վրա վերցուց, որովհետեւ մենք մեղքերեն ազատինք ու ասարության համար ապրինք, որու վերքերովը դուք բժշկվեցաք։ Ասոնք աշուղական անուշ խոսքեր չեն սիրելիներ, ասոնք օրինավոր հայրարարություններ են, որպես փրկության միակ միջոցը, այնինչ որ իր մարմինը գդարեց, հաղորդությունը բժշկվելու համար չէ, հապա բարձրապես բժշկության հավատավոր վգամը դառնալու ու նաև հիշելու այն քարը, որ այդ մեծ զոհությունը գդարեց։ Հավատը միայն խմիչքը չէ, հապա այդ կներկայացնե Քրիստոսի արյունը, որ կվերցնե քո մեղքերդ, կճնչե քո հանցանքներդ, որ կլրեցնե թադաբարլուղներդ, ու մասնագիծ կդարձնե քեզ նոր ուխտիմը Եբրայեցիս 9:12 հետևյալ գծե իր արյունովը մեկ անգամ սրբարանը մտավ հավիտենական փրկությունը ստանալով ստանալսել է ամբողջացնել, ապահովել ու հաստատել հավիտյան։ Այդ երեգո Բեռնադան այդ տակուկ մտնոլորտի հավաքի ընթացքին աշակերտները շատ բան չէին հասկացար Քրիստոսի խոսքերեն եւ ցածներեն եւ սակայն Հիսուս կպատրաստեր իրենք, որ ընթանան իրենց ամենամութ քիշերեն դեպի ամենափայլուն արավոտը։ Հիսուս այդ քիշեր չանաց հասկացնել աշակերտներուն, թե ինքն է զատկվա այն քարը, որ պիտի զոհվեր եւ որու արյունովը փրկությունը պիտի իրագործվեր։ Ճիշտ այդ քարնուգին արյանը նման, որ փրկեց իսրայելացիները առաջին զատկվա ընթացքին, սվելիներ Հիսուսի զոհությունը կփրկի հավատացյալները մեղքեն ու մահեն։ Նոր ելիցմը ոչ թե Եգիպտոսի 430 տարվա քերութենեմը, հապա այն մտության, անորոշության, մեղքի ու մահվան հավիտենական քարշելի փոցեն դեպի լույսի ու քեղեցկության ու փառքի ավական։ Աստուծո սուրբ ներկայության վայրը հավիտենապես զինք պարապանելու ու ապրելու հավիտյան իր փառքի համար ամեն